Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, ըստ ավանդույթի մեկ շաբաթ անց նորից հանդիպում ենք եւ խոսելու ենք նորից նոր թեմաների մասին եւ փորձենք հասկանալ ինչ լուծումներ կարող եք առաջարկել, որտեղ ամեն դեպքում ինչքան ես հասկանում եմ մեր հաղորդումները ականջալուր են լինում որոշակի հարթակներում եւ տպավորությունը այնպիսին է, որ դուք նախապես միտումնավոր մի բան եք ասում, վստահ լինելով, որ ձեզ լսելու են։ Հիմա փորձենք հասկանալ Փարաքյարի սպանությունը ինչու եղավ, հատկապես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ընդդիմադիր համայնքապետերը կամ ձերբակալվում են, կամ սպանվում են։ Եթե նախ Գյումրին ինքը իրեն քաղաքապետ է համարում, այդ իմաստով ողբերգություն իր համար։ Ինքը քերնդրբազություն է անում, թուրքերեն ասեմ, չնայած ինքը ռուսական կողմնորոշում ունի, բայց հայկական չունի։ Բայց ասեմ, նախ շատ ցավալի է, շատ է ցավալի, ոչ միայն երիտասարդ կյանք է, երեխաներ, որ ասում են, երկրորդը դա չենք կարող ուրիշ բան ասել։ Մենք բոլորս, եթե մեծ հաշվով նայենք, մեր էթնո կառուցվածքը եւ ծավալը, մենք ցեղագիծներ ենք, լավ իմաստով։ Սա պետք է նկատի ունենանք, որ օտարը չի թողում, որ նկատի ունենանք։ Հիմա երկրորդը, այսպես ասեմ, այնտեղ որևէ քաղաքական բան չկա եւ չի կարող լինել։ Հայաստանում քաղաքականացված է ըստ քաղաքագիտության տվյալների հասարակության վերին շերտը, ընդ որում այն ռուսական ջամբարներ դա հետը քրեախառն է, տեսեք բոլորի վրա, Գողոպուտի նախագահի վրա սալյարկի գործ կա, էլ ավելի բան չասեմ, էլ վերջաց ասա, ինչ քաղաքական կարող է լինել այստեղ, բայց երանգ կա։ Դրա համար քաղաքական ասածը մի հատ կողքի տնենք, իջնենք համայնքներ, որտեղ Այսինքն դուք եք ընդունում Փաշինյանի վարչապետի առաջ քաշած վարկածը, վրեժխնդրություն, վենդետա, սա է։ Ես ասեմ, որ այն չի որ մեր մտածողությունները գնում են նույն հունով, ոչ թե մենք կրկնում ենք միմյանց, եթե այդպես է։ Ես բացառապես ասեմ ձեզ, դե վստահ եմ, որ չեք գիտեք, որ չեմ։ Ես բացառապես քաղաքական գիտության դասական կոնցեպցիաների մեջ եմ ձեզ ներկայացնում, մի քիչ ընդունակություն ունեմ պարզ խոսելու։ Սրսանում այդքան պարզ չեմ խոսում։ Մատչելի խոսենք, որ ժողովուրդը հասկանա։ Ժողովրդի բայց ոչ շատ պարզ, հիմա ինչպես որ ասում են 10 բաները, խնդիրները պարզեցրեք, եւ խնդիրը ինչքան պարզեցնես, որ ուղեղի վրա այլևս չազդի։ Ուզում եմ ասել, իմը բացառապես քաղաքական կլասիկ կոնցեպցիայի մեջ է Հայաստանի պատմական եւ իրական փորձով։ Եվ մեր էթնո առանձնահատկություններով, մեր որպես ժողովուրդ, ամեն ժողովուրդ ունի։ Հիմա դրա համար քաղաքական որևէ բան չկա, այդ իմաստով, ներքևը չկա, համայնքներում չկա, ոչ թե այդտեղ չկա։ Կա ուրիշ բան, որը մեր համար աղետալի է։ Եթե մինչև պետականություն ունենալը աղետալի չի եղել, հակառակն է եղել, կասեմ հիմա ինչ։ Հիմա աղետալի է պետականության պայմանում, Գերդաստանը։ Մենք չէ հպարտացել ենք, ուրախ ենք, Գերդաստանը մենք որ ընտանիք ենք ասում, արևելահայ հասկանում է Գերդաստան, արևմտահայ հասկանում է Գերդաստան, են որ մեծ պապիկը, մեծ տատիկը։ Երբ որ պետականություն չենք ունեցել, սա մի բջիջ է, որտեղ ինքնապաշտպանություն է եղել, ինքնություն պահելու միջավայր է եղել, հորեղբոր տղաներով, եղբայր, քույր, հարսներ, ինչպես որ եւ բարոյական, այդ շատ կարեւոր է։ Չես լսի, որ սրանք իրար հետ օտարներ են, չէ, եղբոր կանայք, օտարներ են, բայց այն այլ ժողովուրդների պատմության միջի խայտարադեկամերոնների մասին մենք չենք լսել։ Ուրեմն եւ դա քրիստոնեությունն է մասը ապահովել։ Հիմա երբ որ պետականություն է, այսինքն դառնում է, որ համայնքում սա ուժի է վերածվում, որ չպիտի վերածվեր։ Ես կոնկրետ Փարաքարի դեպքը, որտեղ իմ ուշադրության մեջ չի եղել, այսինքն ամենտեղ մի բան ընտրություն է լինում եւ այլն, բայց մենք ինչպես է համայնքները ունեն
պրոբլեմ, որտեղ որ Գերտաստանն է կամ ընկերությունը քանակապես շատ է, ինքը հաղթում է եւ առաջ է մղում, բայց մենք գիտենք, որ շատի մեջ չի, որ խելացի է լինում, երբեմն քչի մեջ ավելի շատ խելացի է լինում, քան ուրեմն կարող է լինել, եւ այդ իմաստով մեր Գերտաստանները վերածվում են հետ մնալու, հետադիմության եւ այլնի, որ եղբորը տղան է, ցայն պիտի տաս, մանավանդ այնտեղ հողի հարց կա, ջրի հարց կա, մեր ժողովուրդն էլ գիտեք, Աստված տվել չի խնայել այդ ունեցվածքի նկատմամբ այս գեր բանը վերաբերմունքը։ Դրա համար այստեղ դա չի հարցը համայնքների մասին է, որտեղ բարեկրթության հարցը մնում է իրար նկատմամբ, արիացակամության հարցը մնում է, եւ թշնամու նման գրոհում են իրար վրա, նույն ցեղի հայկյան զավակները։ Այստեղ շատ վատ է եւ սա ավանդույթ է տարել։ Արմավիրում նմանապես միջադեպեր եղավ Արաքս գյուղում շան պատճառով։ Գիտեմ այսպեսի մի բան, եթե սխալ եմ, ներող պետք է, որտեղ իմ իմացածն եմ ասում, ձեր ասածի ենթատեքստում, այնտեղ քարի հանքերի հարցեր կան, որի վրա փարաքարի ճանարանամ, որի վրա մեծ վեճեր կան։ Վեճերը երբեմն գիտեք ավարտվում են ոչ միայն վենդետայով, այլ ավարտվում են նաև հարցը հայկական ձևով, որ ասիականություն է այսօր։ Գալուս Սահակյանի ասյան, որ ասում էր մենք հայեր ենք էլի, այդ հայերն են էլի, որ այդ ավանդույթը պահում են։ Կարծում եմ այդպիսի հարցեր կան։ Հիմա այստեղ ի՞նչն է հարցը։ Նկատի ունեք սա արդեն ունեցվածքի, իհարկե, չի կարող համայնքներում եւ քարի հանքը դա փոքր ինչ-որ ձեռնարկություն չի։ Տեսել ինչպես դուք իրենց ինչ-որ տրվել է կայքեջերում եւ այլն։ Երբ որ հաղթանակ է լինում, հաղթում են, այստեղ որին սպանեցին։ Ինչ թվում էր, երևի Կարսն են ազատագրել։ Բավականին բուրն էր։ Շատ տգեղ, այսինքն ինչ եք հաղթել։ Այնպիսի հաղթել են քաղաքացիական պայմանագրին, հաղթել են Նիկոլ Փաշինյանին, որտեղ իրենք Փաշինյանին չպետք է հաղթեն, իրենք համայնքը պիտի կարողանան զարգացնել, այստեղ հայ ժողովրդի այստեղ սովորույթ շատ վատ է, այդտեղ Փաշինյանը ոչ մի գործ չունի եւ որևէ մեկը գործ չունի, այստեղ կա տեղական ինքնակառավարման մասին օրենսդրություն, նաև բարոյական արժեքներ, բոլորը հայեր են հիմնականում իմ իմացածով այստեղ, այսինքն եւ այլն, ինչի, եթե քո եղբոր տղան չի, ինքն է տարել, քո թշնամին է տարել։ Սա շատ վատ է եւ այս բոլորը պիտի բացատրվի, ասվի սա այն է, ընդհանրական ասեմ, որ ես ժամանակին տամոտ 2014-15 թվերն է, ինչքան հիշում եմ, լրատվականում եզրակացրի եւ հաղորդեցի, որ Հայաստանում առաջացել է լութոկրատական իշխանություն, Հայաստանի deep state-ը, այդ ուրեմն խորքի պետությունը, գողապետությունը, գող բարագլուխներով, գողականներով, սա էլ իր արմատներն ունի, Դեմիրճյանի ժամանակ հիշեք, ապերոն կար, այն գործ դասավորողը, SS, որը բաներ, այսինքն մենք գնացինք ոչ թե մեր ներազգային հարաբերությունների կարգավորմանը, դրանից դուրս գալու, որտեղ լավ, ենթադրեք, ես ձեր ցեղից չեմ, հետո ինչ, կամ դուք մեր գյուղից չեք, ինչ, այս բոլորը ուրեմն պետք է բացատրվելով հաղթահարվի եւ այլն։ Սա մի մաս է, որը սրել է վիճակը։ Հիմա դա վենդետա է, թե չէ, հիմա ասեմ իմ կարծիքով ոչ, այստեղ արդարադատության պակասն է։ Արդարադատություն, որ իմ տվյալներով, որտեղ ես իմ տվյալներով կարող եմ ասել, հատուկ չեմ զբաղվել, ուրեմն մեկը սպանել է, սպանվել է։ Ես իշքան գիտեմ, սպանողը տնային կալանք թե ինչ, հա? Եղբայրն է տնային կալանքի։ Ով ուզում է լինի, այս նույնն է, որ Հայաստանի Հանրապետության երկու նախագահ Հայաստանը կողոպտել են, մինչև հիմա քաղաքականացած քաղաքական գործ են անում։ Ինչքան ենք լսել, գեներալները դավաճանեցին եւ հանձնեցին, հա? Ուր է պատիժները։ Այստեղ գալիս է իրավունքի հարցը եւ գիտեք ինչն է տարօրինակ։ Տարօրինակը այն է, որ ասենք Մխիթար Գոշ, դատաստանագիրք, Լամբրոնացի, տված աշխարհին, մեզ չէ մենակ, ժողովուրդը, որտեղ աշխարհի կողմից ինքը դիտվել է օրենքի ժողովուրդ,
օրենքի ժողովուրդ։ Այս պայմաններում ուրեմն ուր է հասել, որ օրենքից դուրս է աշխատում, ինչ է կատարվել, ինչու է, այսինքն ինչպես կարող է մարդասպանության մեջ մեղադրվողը չմեկուսացվել, հիմա անարդար հետո պետք է բարձվի, ճիշտ սխալը, այստեղ է պրոբլեմը քաղաքական համակարգի, ով է սա որ չի, եթե այստեղ մեղավոր կա, այստեղ է մեղավորությունը, որովհետև ասեմ հետևյալը, մեզ մոտ տեսեք ինչ է կատարվում, արքեպիսկոպոս ակնհայտ տերորի քարոզչություն մեղադրում է, կակեպետ չունեք, գեներալ չունեք, եւ ինչ է գալիս, մինչև լոսերով, քլոսներով, կանադաներով, դո չգիտեմ մոնրեալներով, ինչ է գալիս, մելբուրներով, դա արքեպիսկոպոսին քաղաքական, ասես այ ողորմելի, արքեպիսկոպոս, թագավոր, նախագահ եւ այլն, մարդը բաշի բուզուկի տրամադրությամբ տերորի կոչ է անում, այսինքն կանայև այս պետությանը չենք վստահում, այսինքն ստացուն հայության մեջ մի շերտ կա, ամեն ինչ անում որ ինքը պետություն չդառնա, որտեղ պետությունը կարգ է, կանոն է, օրենք է եւ այլն։ Հիմա այս էլ էս պրոբլեմն է եւ կա մի պրոբլեմ, որ այսպես է բոլորը պիտի իմանան, օրենքը ունի բազմաթիվ ֆունկցիաներ, խոսքը իրավական նորմի մասին է, որն է դա արդարություն պիտի հաստատի, չէ՞, արդարություն պիտի հաստատի ունի ուրեմն պատժիչ ֆունկցիա, պատիժ, սպանել եմ, պիտի պատժվեմ, կախվեմ, խոսք չկա էլ, բազար չկա, արդարացուցիչ, հանգամանքներ, երկրորդ հոդված, չորրորդ հոդված, այս սովետական ավանդույթ է, ինչքան կվճարես, այնքան քիչ կլինի, կամ ինչքան հորոխորդ տղա ունես, քիչ կլինի, սա պիտի նվազագույնի հասցնել այս բաները, եւ այս պայմաններում նկատի ունեք մենք նախկին բարքերից չենք ազատագրվել դրամարել այս ամենը առանց բանը մենք ռուսականացած ենք մեր մտածողությունը ռուսական իրականությունից դուրս չի գալիս այդ որ բան են անում մեկ քոս են անգնում ես որ սա բացադրում եմ բայց դա այդպես չի եթե մենք մեր ազգային գիտակցությունը չպիտի մաքրենք եւ այսպես ասենք հա որովհետեւ քրիստոնեական հետո մշակույթը այսպես բան եղավ դրթად մեծ Գրիգոր Լուսավորի չենք վերադառնալու բարոյական արժեքներին քաղաքական արժեքներ նորմատիվները մենք չենք ախտարելու այս բոլորը մենք ռուսականացած ենք ողբերգականորեն որտեվ այնտեղ ուրիշ է Գրոզնին ասեց որոնք չկա Գրոզնին ասեց խփում վերջացնում են վերջ դուք տեսել եք լսել եք ռուսական մի ցար որ բնական վիճակով մահացել է Կա Ռուսաստանում մի ցար, որ մեռնելուց հետո չեն թքել վերեն, մեռնելուց։ Խնգարգել են մինչև նայեն, ձերները ճակատին են դրել։ Սառես թե չէ, մինչև այդ հանճար է։ Հենց սառածը սկսում է թքել վերեն։ Ռուսները։ Սա մեր մշակույթի հետ կապ չունի։ Մեզ հետ էլ կապ չունի։ Հիմա այս մտածողությունը լցվել է եւ այլն դաստիարակություն եւ գողապետության շրջանում էլ ինչ եղավ։ Չեղավ այդ լուսաբանումը, չեղավ բացադրությունը, չեղավ մաքրությունը եւ այստեղ առաջացավ հիբրիդ, հիբրիդն էլ հիմա տեսնում եք թե ինչ է նշանակում, դրա համար ինչ է, իրավական համակարգի մարդիկ, իհարկե լավ պետք է ապրեք, դուք գիտեք որտեղ է տարածված, որ դատավորը պետք է ոնց լավ ապրի, լավ, հայ լավ ապրելու սահմանը դուք կարող եք բացադրել, ինչ է, սրանց մի մասը իրենց երեխեքին թորներին, ծորների համար են գողանում, այսինքն ծորին դրել են դեբիլի տեղ, պապը կարող է 4 սերնդի համար գողություն անել, պետական գանձարանից հիմնականում, որտեղ եթե մասնավորից անի աչքը կհանեն, ծնվողը չի կարող իր ապրուստն ապահովել, այս բոլոր բարքերը պետք է մերը չի, պետք է հաղթարվեն կամ բաներ կան նաև, այդ արևելյան, թուրքական, պարսկական բաներ կան, որը մերը չի Բայց այսպես կապել է մեզ, բայց հիմնականում ռուսականն է, ուրեմն ինչ կա, օրենքը ունի բաժիշ ֆունկցիա, առաջինը, ուրիշ կերպ չի կարող լինել, իրավաբանականի մասին է խոսքը, եթե բաժիշ ֆունկցիան կաշխատի դաստիարակիչ ֆունկցիան, այսինքն ես կտեսնեմ, կհասկանամ սկզբից կվախենամ, հետո կդառնա սովորույթ ընկալում եւ այլն եւ կասեմ չի կարելի Բայց եթե այստեղ կա երկրորդ վտանգը, եթե բաժիշ ֆունկցիան չի աշխատում, ուրեմն դաստիարակիչ ֆունկցիան վերածվում է խրախուսիչ ֆունկցիայի,
անեմ, բայց այն մեհերի տղեն էլի ինք իրավունք ունի։ Որ կարող օլիգարխի տղեն բանակ չեն գնում եւ անան։ Այսպես ուրեմն այստեղ է մեր հարցերը, սա նշանակում է, որ առանց բանի շատ ցավալի է, որտեղ հիմա այստեղ է կատարվել, այս դեպքերը կարող են ուրիշ տեղեր կրկնվել, որտեղ նույն Եվ հենց նույն այս համայնքում կարող են սովորույթները այդտեղ կարող են։ Հիմա սա վենդետա ասեք թե չէ, ես վենդետան էլ առաջարկում եմ ընդհանրապես հայերենով էլի, վենդետա, այս բառերը պիտի հանել, հասկանան, դա վրեժխնդրություն է։ Դա ուրեմն մի այնպես էլ ասում են, մի հատ այն բան կար, Գողապետության շրջանում մի հատ անունը չասեմ, որտեղ բան է, հայոց լեզվով խոսող մի վարչապետ կար, եզագիտեպ կա հայոց լեզվով, բայց որ ասում էր բանակի մասին գեներալնի շտաբը։ Ես քանի անգամ եմ ասել այ հոտած, տգետ, ուրեմն, իսկ եթե ասես բանակի գլխավոր շտաբ չի լինի, գեներալնին է, այդպես գեներալնի կերծել է ձեզ Ալիևը, գեներալնի։ Ուրեմն ուզում եմ ասել, ազգային մտածողությունը նորմալ իմաստով պետք է վերականգնվի, նաև բացատրվի օրենսդրություններն պետք է կարգավորվի։ Թե չէ, ուրեմն այդպիսի դեպքեր լինելու են եւ այդպես շարունակվելու եւ ցավալի է լինելու, որովհետեւ Արցախում հասկացանք ինչու են զոհվել մարդիկ։ Չէ, մենք իհարկե պայմանական գեներալին դատապարտում ենք, բայց մեր զինվորը միջին սպան կյանքով պահեց հայրենիքը։ Չէ, հիմա բայց այստեղ հասկանալի չի, ինչի քարանքի քարի համար կարելի իրար ոչնչացնել, հա, եթե դա այդպես է, եւ պիտի խորքերը գնալ նյութական հարաբերություններ եւ բարձրացնել այդ իսկ մնացած ինձ համար չափազանց խորթ է ասեմ ձեզ լավ տարել ես համայնքապետ հետո վայ էդ ինչ քեֆ ուրախություն Շուշին եք հետ բերել եւ երկու օր առաջ է տեղահանություն եղել մենք նայեցեք մեր վիճակը այն չի որ մենք այո կարողացել ենք պետությունը կայունացնել որոշ հաջողություններ տեսնում եք ինչ ջանքեր են տապվում եւ այլն բայց Սումգայիթից սկսած մինչեւ 23 թիվ Ստեփանակերտ մենք ուտիկ եւ ուրեմն Արցախ նահանգներն ամբողջովին կորցրել ենք ռուսական հովանավորության թուրքը տարել է սրա վրա եք այդ ձև ուրախանում բան է դա համանքապետի Եթե նայում եք ծառան է, չէ, չեմ ասում ծառա լինի, պիտի վճարվի եւ այլն։ Ուզում եմ ասել, որ սրանք հարցերը պիտի լինի, բայց ես կառավարության առաջարկ ունեմ։ Եթե չէ, եթե մենք խորհրդարանում եղանք, հաստատ դա հետապնդելու ենք։ Հայաստան, այսպես ասեմ, գողաթափ անելու կոնցեպցիա պիտի ունենա բոլոր ոլորտներում։ Իսկ ինչպես եք որոշելու թե գողերը ովքեր են։ Նորմատիվներ են, բան մասնակիցներին հոգեբան բան հավաքեք կորոշեք որը բան եւ այլն այնպես լինի որ Հայաստանի 70%-ը ուրեմն մենք պետք է բուժվենք մենք ուրիշ տարբերակ չունենք գողաթափ պետք է նեսած գողականությունը բան չպիտի ունենա խրախուսի Այսպես է շարունակվելու եթե պահպանվի տեսեք Գյումրիում Այս մարդը չգիտեմ նորմալ մարդ է թքահպատակ շանտղա կասեմ նրան ով ասի թե սխալ եմ ասում Օ իրենից ինչ է նրան հիմա կառավարությունը ձգում է համայնքային օրենսդրության չափերը խախտելու համար պիտի պատժվի եթե նա պատժվի մեկը չեն անի ոնց թե կանգնել եք պետությունը դաժան տեսնում եք ինչ դժվարության բալանսի քաղաքականություն է վարում ինքը ռուսական կոնցեպցիա է անցկացնում ինքը գալիս է կարծես թե վանի թագավորության չգիտեմ ինչն է հասկանում եք ռուս սկաղութատիրոջը բերում նստեցնում եւ նիստ է անցկացնում իր եպիսկոպոսով որին մասին ասում են պիտի ազատվի ինքը գողականություն չունի որը անընդհատ տարիներ շարունակ հեղաշրջման կոչ է արել Եվ եսպես ինչ եմ ուզում ասել, ես բոլորը, այս սրանք պիտի կոմպլեքս բուժումներ ունենան ու ցավալիորեն հասկանանք մենք։ Ես ինչ եմ ուզում ասել, ռուս ցարերից մեկը պետք է ուրիշից սովորել, ռուս է, թուրք է, լավ է, վատ է, եւ այն պարսիկ է, գերմանացի է, չէ։ Ալեքսանդր III-ին չի ասում, որ իրենք իմանան հստակ, ասում է, մինչև ուղեղների հայերի ուղեղին չի հասնում։ Արցախից հետո էլ չասավ։
Այն որին ենթարկվեց ինքը Գալատամորից, ռուսական Գալատամորից հետո հայտուն էլ լավ չի հասկանում։ Ինչ ասում Ռուսաստանն ասում է դաշնակից չունի, չի ունենալու։ Ռուսաստանն ունի երկու դաշնակից, մեկ բանակն է, մեկ էլ նավատորմն է, Ալեքսանդր III-ը։ Դուք հիմա ուշադիր հետևեք ուրեմն նոր ցարի միջավայրին, ուրիշ բան չեն կրկնում, Ռուսաստան դաշնակից չունի։ Ուրեմն երկրորդ մասը կա, Չեխովից եմ ասում, մշակույթի մեջ ամեն ինչ, ինչ ասում է, որ ռուսը դաշնակից չի կարող ունենալ եւ չունի, ասում է կամ ռուսի տագն ես լինում, կամ չես լինում, հիմա, բայց գործը հասավ, որ նախորդ ազգային ժողովում մի բան կար, չէ, օլիգարխ զավեշտ, այդ օլիգարխ ասածն էլ Հայաստան համար զավեշտ է, ասում է թե մեկի տակը պետք է լինենք, այն ռուսի տակն ենք, ինքը հիմա մինչև ռուսի տակը երևի շուրմուր է գալիս կայֆով, հիմա ռուսի տակ շուրմուր է գողներն էլ, եթե ասում են, որ դե Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ կարգավորեն, այդ ոռնոց են դնում, են չի, այդտեղից ոռնոցի տաղը հաճելի, ուզում եմ ասել, որ այս հարցերը պիտի լրջագույնս քննվեն եւ ուրեմն շարժվեն առաջ, բայց մասնագիտական պիտի լինի, իրական սոցիոլոգներ պիտի լինեն եւ ոչ գելապի սոցիոլոգներ, փողը տաս Նյու Յորքի անունից այստեղ քեզ համար թխեն, օլիգարխիան չպիտի մասնակցի դրա, քաղաքագետներ չեմ կարող ասել, լինելու են թե հոգեբաններ եւ այլն եւ առաջադրանքը պիտի տրվի, այս օրենսդրությունները պիտի ստեղծվի եւ կիրառվի։ Պարոն Շիրինյան, վստահելի մարդիկ ունենալու եք, կադրեր ունենալու եք վստահելի։ Կարևոր չի, եթե ես վարձու աշխատող եմ, ենթադրենք սոցիոլոգիայի դոկտոր եմ, օրինակ։ Ենթադրենք ասում եմ, ես վճարվում եմ եւ պարտավոր եմ, ուշադիր պիտի հետևել, բայց մի համազգային գիտակցություն պիտի կա, սա սփյուռքի համար եմ ասում, ովքեր դավում են Հայաստանի պետությանը զառամյալները, ուրեմն ռուսական շահ պահելով ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահի, լոբիստական կառույցներ, եւ իրենց կոչ եմ անում դադարեցրեք դա, մի ենթարկվեք ձեր կոմիտեներին, չգիտեմ ինչերին, Հայաստանն ավելի բարձր արժեք է, քան ցանկացած մեկս։ Ուրեմն մենք ծայրահեղ անհասկանալի վիճակում ենք եւ մեր աշխարհագրությունն այդպիսին է, եթե նայում եք եւ մեզ Տիգրան Մեծից հետո մեզ մնացածը ոչինչ բան է, մենք սովորել ենք ապրել տարածք հանձնելու հաշվին, վերջին տեսանք։ Տարածք հանձնեցինք, փրկվեցինք։ Երկու աշխարհ գնաց։ Տակը բան չի մնացել, Արարատյան նահանգն է մնացել մի քիչ աճուծախով, այն էլ ոչ ամբողջական։ Ուզում եմ ասել, որ մանավանդ աշխարհը մեզնով չի ուրեմն Սոդոմ Գոմոր է, տեսեք ինչ կատաղի Գոտեմարտ է, Չինաստան, Միացյալ Նահանգներ, այնտեղ Ռուսաստանն անգամ հաշիվ չի, այ Ռուսաստանի վրա է հաշիվը։ Այս դրա կողքին Հնդկաստանի նման գիգանտն է բաշխանում, 1.5 միլիարդ ազգաբնակչությամբ, արագ զարգացող տեխնոլոգիաներով, հինդու մշակույթով, ավանդույթներով։ Այն մնացածը չեմ ասում ներքևները։ Ռուսաստանն ինչ, Ռուսաստանի հարցը լուծել պրծել են, նա երբեք չի զարգանում, վերջացել է։ Հիմա բայց մենք իրենց համար չենք ծնվել, ոչ պարսիկի, ոչ ռուսի, ոչ ամերիկացի, ոչ եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք պետք է չորրորդ հանրապետությունը հիմնավորված ձևով ստեղծել, այն ավգյան ախորներ մաքրելով մեր մշակույթի, մեր պատմության, մեր արժեքների վրա, որի ասեմ սիմվոլիկան, որտեղ է Հայաստանի արժեքները, Երուսաղեմի հարության տաճարում, մեր տիրոջ գերեզմանի վրա, հարության տաճար, չգիտեմ, ես միշտ կոչ եմ անում նաև, կոչը որն է խորհուրդ եմ տալիս, ուրեմն Երուսաղեմի, այստեղ է մեր մշակութային վերականգնման հնարավորությունը, եթե չէ, եւ բարոյական ուրեմն տեսեք, Սուրբ Հարության տաճար, որտեղ Տիրոջ գերեզմանն է, 3 պայմանական մաս ունի, 3 սեփականատեր կան, չագերտավոր սեփա, մեկը հայությունն է, մեկը բյուզաբանն է, հույներն են, մյուսը լատինական աշխարհն է, Հռոմը։ Տեսեք լատինական աշխարհի մեջ ինչ կան, ժողովուրդներ կան։ Ոչ մի ժողովուրդ այլևս իրավունք չունի։ Այստեղ այսինքն այն որ Եվրոպա գնանք, Եվրոպայից գանք, չգիտեմ ուր գնանք, ինչ։ Այսինքն մենք քրիստոնեական քաղաքություն ստեղծած ժողովուրդ ենք։ Հիմա բա մեր վիճակը դրա հետ համաձայն է, ռուսով այդտեղ։ Իմ արհամարանք չկա, բայց եթե կան այդպես ընդունեն։ Եվ այստեղ ռուսացած հայություն պետք է վերադառնա։
Այդ ինչ չպետք է հայոյի, ձեզ չփնովի, հա, պետք է գամել որոշի, որ ինքը սիկտիվ կարեկանում վերջանում է։ Մեզ այդ էլ գործ չունի, ոչ թե գալիս են իշխանություն փոխեն, էս անեն, են անեն։ Բայց հիմնական ասեցի նաև, որ հիմա որ վերադառնանք, այս ողբերգություն է սա, որտեղ ոչ մեկը չգիտի, Աստված չանի, Սիսիանում դա կարող է կրկնվել, որտեղ այնտեղ էլ քարանք կա, օրինակ էլի, բա անիում չկա, այս բոլոր հարաբերությունները եւ տեղական ինքնակառավար մասին օրենսդրությունը մի հատ փորձակնճապ դիենտարգի դա տալիս է այդպեսի բան թե չէ քաղաքական եւ այլն այս ոհմակները ես շշմեցի նոր դες Facebook է չէ ամեն ինչ արագանում եւ այլն քաղաքական է հիմա հարց եմ տալիս այս հայվաններին ռուսական ճամբարն է դա իսկ քաղաքական այդ դեպքում ինչ է կարող եք գրեք մի հատ բացատրեք ասում եք քաղաքական է գրեք մի հատ Ընդ որում իշխանությունը կարծես թե սա ձեռք չի տալիս, չէ՞ ընտրություններից առաջ Այսինքն սրանք իրենք ինչ ոչերներով որ երկիր կառավարել են, մտածում են բոլոր իշխանությունները նույնն են, պատկերը նույնն է, իհարկե դա գիտե որ այդպես չի։ Իրենք իրենց աղտը իրենց վրայից ուզում են կպցնել, դա չի լինի, դրա համար կռվեն հերիք չեղավ նախկին, այո, հավերժ նախկին եք։ Եվ քրեական, եթե քաղաքական եք ուզում այդ քաղաքական բառը շատ եք գողացածը վերադարձրեք Հայաստանի Հանրապետության իսկ Ղարաբաղյան կլանի պարագլուխներին Արցախայցյան կյանքի բարելավման համար ֆոնդ ստեղծեք Հայաստանի Հանրապետության ազգային հարստության զգալի եւ էական մասը որը ձերը չի ձեր տրամադրության Այդ դեպքում երբ Նիկոլ Փաշինյանը աշխարհից է խնդրում այդ գումարները արցախցիներին կառավարությունը մենք գիտենք որ չէ ու ինչից է եւ մենք այս քանի օրը տեսնում ենք որ հիմա վարչապետ Նիկոլը լինի չգիտեմ Հարարատը լինի եւ այլն չեք տեսնում ինչ դաժան կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության համար որ ձեր շահերն է բայց դա ռուսահայության շահերը չի ռուսականացման ճամբարի շահերը չի նրա շահը խուտոր մնալն է սիկտիվ կարում ապրելը բայց այդ սիկտիվ կարը ինքը չկա էլի ինքը չի լինում Թրամփ ասեց չէ չի լինելու այլևս այդ ասեմ ես էլ եթե ուղղակի ինչ էին անում ես այն որ ոհմակի նման Թրամփը բանը դե այսպես մի քիչ համեստ դիտելն եմ արդեն չիմաստով 7 միլիարդ ես այդպես եմ լսել 8 միլիարդ կարողություն դոլար ստեղծած Թրամփ թաուններ ստեղծած մարդու համար ձեւ խոսում ոնց որ իրենց գեղի բանն է ինքն է շատ խելացի է որովհետեւ մեր մոտ սովորություն կա չէ կարող ես ասեք կարող է տառը չի ճանաչում տասնյակ տարիներ իր ասենք քաշոնը գիրք ես կարդացել կարող եք ես տառերը սկսի սովորեցնել սա հայ տեսակ կա ինքը չի իմանում տառը ինչ է բայց ձեզ սովորեցնում են այցեք այնպես քննարկումներ են գնում եւ այլն հիմա դաժան այդպեսի բան կա եւ դա նկատելի չի որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային քաղաքական ամենաբարդ շերտեր է տեղավորվել այստեղ է որ թագավորի մատը տղան պիտի կծի ինչի համար եթե այսա Մոսկվային հեշտ դուր չի տալիս այն արյունը որը ինք առատորեն Թուրքի հետ առևտրի մեջ էր օգտագործում վերջինը Ալիևի հետ օգտագործեց ու ցեցի վրա նստեցրեց Ալիևը իրենց, հա, չնռում են, չէ, գիշերցերը Ղարաբաղ չկա, հետ վերադարձից են խոսում, ուրեմն ռուսների մասին է խոսքը, հիմա գնացել են եւ այս մարդիկ իրենց հարցերն են լուծում եւ ոնց որ թե համաշխարհային քաղաքական մեջ, ուրեմն ինչ է պետք, ներքին ապակայունություն է պետք, որովհետեւ դուք տեսեք, հիմա բոլորն է, ուրիշ օրենք չկա, թագավորը գնում է այլ աշխարհ թագավորի մոտ հարց լուծելու մենք էլ ասում են որ գիտեք քո երկրում վիճակն են չի կամ էլ դուք եք ընտանիք ունենք մենք դուք այս դժվարին ժամանակներով ընտանիքի հարցեր եք լուծում մեկ էլ կարծես ասում են լսեք տանը երեխեք իրար են ջարդում չի կարող չեն զբաղվել են հարցով շատ այս է ինչ որ նենգություն դավադրություն եսա պետականական ովքեր որ ասում են քաղաքական է կամ արքեպիսկոպոսը կամ քաղաքական են այս սրանք հայ ժողովրդի հետ կապ չունեցող մարդիկ են սրանք ռուսականացած հակահայաստան ռուսական ճամբար են բայց դա փառք մեր ժողովրդին որ ինքը բոլոր դեպքերում իր ազգային շահը պահում է տարօրինակ էլի կարողանում է մնացածն էլ այսպես իշխանություն իհարկե թերություն ունեն ով չունի Բիսմարկը չուներ
Բիսմարկը այնպեսի Գերմանիա ստեղծեց, որ մինչև մի եսի անում եմ։ Ամեն դեպքում կհետևենք այս մանություններին, տեսնենք բացահայտումները ինչպես կլինեն։ Մեղմ եղեք։ Ուրեմն ինչու ասեցի Ալեքսանդրին։ Ալեքսանդրը երրորդն ասում է հույսներդ կտրեք, որ ռուսը կփոխի տեսակետը։ Իհարկե, եթե մնա խոշոր տերություն։ Ռուսաստանը ունի դաշնակից, ուրեմն Ռուսաստանը ունի երկու դաշնակից։ Նավատորմն է եւ ուրեմն ցամաքային զորքի մաոթային եւ այլն։ Հա հիմա հա ժողովուրդը բարեկամներ չունի աշխարհում, նկատի ունեցեք։ Ցակումնաբանության իմաստով մենք ամենամոտ է ինչ կան էթնոբան իմաստով Իրանի ժողովրդի հետ եք մոտ է այդ կան մշակույթով բանով ենք նակնում։ Եվ այս կան այնքանով որ կանոն այդ տեսնում ենք դրա բարեբեր ազդեցությունը հարգանք եւ բայց ոչ ավելին։ Ուրեմն մենք կարող ենք ունենալ մեր հետագա կյանքը շարունակելու միակ երաշխիքը Հայաստանի ազատ անկախ պետականությունն է եւ ուրիշ ոչինչ իսկ ով որ դրա դեմ է գործում նա հայ ժողովրդի ողերին թշնամին է ինչ պատրվակ ուզում է օգտվի ես իրենց համար առաջարկ ունեմ այդ ռուսական ճամբարի Ռուսական ճամբարի առաջարկը կանեք գովազդից անմիջապես հետո գովազդից անմիջապես հետո կլսենք արդեն ձեր առաջարկի մասին հարգելի հայրենակիցներ այժմ գովազդային դադար մեր եթերում հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապան նկրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, հիմա եթե ամփոփենք, որն է ելքը։ Համայնքներում լինելու են ընտրություններ, լինելու են ամեն դեպքում ընտրությունների շրջանակը կասեցված չէ, այնպես որ մեզ ընտրություններ սպասվում են։ Ճիշտ է, այստեղ մի խապկան կա։ Եթե ընտրությունները բոլոր մակարդակներով չեն արվում, ուրեմն երկիրը ժողովրդավարական չի, ով ասեց։
Օրինակ Հայաստանի բարակայում նկատի ունենանք այս անցումը, մենք իրականում տրանզիտ երկիր ենք, անցում են կատարում են գողապետությունից դժվարին վերածնուն դեպի ժողովրդավարություն, որ ասում են ժողովրդավարություն նպատակ է հռչակացված, դա չկա այսօր, կամ չի էլ կարող լինել, հիշում եք ինձ ասում են սովետական ժողովրդին ինչ ժողովրդավարություն, առաջ էլ այդպես էին ասում, այսինքն սա ընթացակարգ է, ռեժիմի տեսակ է, դա մշակույթ է, դա ուրեմն կազմակերպման ձև է, այդ բառերը եւ ժողովրդավարության միլիոն տեսակներ կան, հատորներ կան, ասենք այս տեսակները, կոնսոցիալ էս, ուրեմն դրա համար ես մտածում եմ իհարկե այս հարցը Հայաստանում երևի որոշ ժամանակով ազգային ժողովի ընդունած որոշումով բոլոր համայնքային եւ միջին կարգի ոլորտներում ընտրություններ պիտի կասեցնել, պիտի նշանակով պաշտոններ լինեն, ազգային ժողովը մաքուր, ազգային ժողով, եթե համազգային ձևով դուք կազմակերպեք, լավ, հետևաբար ազգը ինքը իր լավով վատով ազգային ժողովում կներկայանա, ուրեմն այդ կառավարության նշանակած այդ ազգային կառավարությունը լավը կլինի։ Դուք այդպես եք առաջարկելու ձեր լինելու դեպքում։ Պիտի ուսումնասիրվի, բայց այսօր ես վաղուց եմ դրա մասին մտածել, բայց այս դեպքերի իմաստված չանի, սա շարունակվելու է, չի շարունակվելու ուրիշ տեղ, հիմա մի հատ ուրիշ տեղ մի վարտանիկ պետք է դուրս գա, դուք պատկերացնում եք Հայաստան ինչի է վերածում։ Ուրեմն այս պայմաններում ասեմ հատուկ ուրեմն պիտի երևի ուսումնասիրվի եւ օրենք ընդունվի գոնե ասենք 20-30 տարով ընտրությունները մնացած մակարդակներում նվազագույնի հասցնել ազգային ժողով, չգիտեմ, եւ այսպես մնացած պիտի նշանակովի լինեն եւ տեղերից չնշանակվեն։ Մեր ժողովրդի բնավորությունը իր հարազատի, իր ուրեմն բարեկամի համար ամեն ինչ անել, գուցե չուզենա այդ անձը, որ իրա ցեղից լինի, բայց նա այդ միջավայրում ուրիշ կերպ չի կարող անել, քան դա է լինելու, եւ այսպես սա չի տալիս։ Եվ այսպես համարձակությունը պիտի ունենա այս ոլորտներում կանգնեցնել, հետո տեսնել ընտրության հասուն կլինենք այդ բարքերը եւ այլն օրենսդրությունը ուրեմն շարունակել տա։ Ուրեմն այդ մեկ։ Երկրորդը ես իմացածով եմ ասում, արդեն անցնենք այդ ցավալի դեպքից, հուսանք որ չի լինելու, բայց դա երաշխիք չունի, չի լինելու, թե լինելու է։ Ընտրությունները ազգային ժողովը տեսեք ճակատագրական հարցի է վերածվել։ Ինչ խլամասես։ Իմպիչմենտ են անում, Հայաստան դաշինքը պատիվունեմի հետ միացավ։ Չի կարող լինել։ Աբսուրդ է, էլի։ Բայց անում են, որտեղ պարապ է, կամ էլ այնտեղ պապան վերևից նայում է, իրենց գցել է մեջտեղ, երկիրն ապակայունացրեք, նպատակ ապակայունացումն է, այդ բոլորը չի, եւ սաբոտաժը պետականության, դժվարություն ստեղծել Հայաստանի պետության համար մանևրելու, դաշնակիցների հետ աշխատելու, վարկաբեկելու եւ այլն համար։ Հիմա դրա համար պիտի նաեւ հստակեցվի մարզպետների օրենսդրական կարգավորումները, մարզպետները, ես հիմա լավ չգիտեմ, բայց մի լավ ընկեր ունեի, որ մարզպետ էր տարիներ առաջ էր, ես հետաքրքրվեցի, որտեղ դա ինձ համար շատ կարևոր էր, դա ավտոնոմիայի հարցում է ներքին եւ այլն։ Եվ ինչ ասեց մի հատ ցույց տվեց, ասեց սա է մեր լիազորությունները մեջը գրած, այսինքն լիազորություն չկա։ Մի քանիս ընդամենը։ Հա, էլի, այսինքն մարզպետարանները կյանքի երևի պարտադրանքով ավելի են խրվում ուրիշի լիազորությունների մեջ, քան իրենք ունեն, որովհետև մարզպետարանից է, կամ մարզպետարանների այդ օրենսդրական կարգավորումը պետք է հստակեցվի, կամ էլ, չգիտեմ, երևի մարզպետարանները պիտի վերածվեն ու ենթակայության, ես ու ենթակայությանը դեմ եմ, մարզպետարանի աշխարհագրական կամ մարզերի կառուցվածքը հիմնականում շատ լավն է մեր եղածով, ընդ որում առաջին հանրապետությունն 4 նահանգ է ունեցել, Երևանի, Շիրակի եւ այլն, այսինքն առաջին հանրապետություններ պիտի նայենք, ինչ, որտեղ այնտեղ էին մեր տաղանդները, այն ոսկե մտավորականությունը, որ առաջին հանրապետության ժամանակ պետություններ է ստեղծում, ուրեմն այս բոլորը պիտի արվի։ Դրա համար ինչ է լինելու 4-րդ հանրապետությունը լրջագույնս պետք է նախապատրաստել եւ ստեղծել, ողբերգության չվերածել, բայց նաեւ այսպեսի մի բան կա, ասեմ ձեզ, այս տրանզիտ երկրներում դեմոկրատ
անցումը դեմոկրատ ղեկավարով բավականին դժվար գործ է, որպես կանոն դեմոկրատիան անցում է կազմակերպում են ավտոկրատ անձինք, վարչապետին նաև պետք է պահանջել, որ մի քիչ ձգի։ Իհարկե ինքը կխուսափի, ես գիտեմ, որտեղ ինք ուզում է, որ ընթացակարգեր աշխատեն, բայց կյանքը պահանջում է։ Վարչապետը կարծես թե ձգեց այս անգամ Ալիևին, Ալիևին ձգեց, հիմա կտեսնի, որ դրսում ձգեցիր, ուրեմն ներսում պետք է ավելի շուտ ձգես, որովհետեւ դրսի ձգողականություն։ Իսկ այդ ձգելը ինչի հետ է կապված։ Մեկն ասում է զիջում է, մեկն ասում է չէ, մենք դեռ թույլ ենք։ Փաշինյանը պատրաստ է նորից Ալիևի։ Մենք ասեմ, այդ հարցը մի բան շարունակեմ։ Բայց ամեն դեպքում այդ հեռատաբանավեճը դեմոկրատական այսօրվա Գերմանիան, որ ստեղծել Ադենաուերը, կենսագրություն նայեք, խիստ ավտոկրատ անձ է, ավտոկրատ է։ Գեներալ դե Գոլը գեներալ է, ավտոկրատ է։ Բայց երկրներ դեմոկրատական են, օրենսդրությունները եւ այլն, եւ նրանց հաջողությունը տրանզիտի դրա մեջ է։ Հիմա երկրորդ ասեմ, այսպես ում է զիջել։ Ես կարող եմ ասել հետեւյալը. Արցախ եւ այլն, այս վերստենք եղել է։ Հիմա եթե մենք քաշ կանք ամեն վերադառնանք, չենք կարող վերլուծել, Հայաստանը ում ինչ է զիջել։ Հայաստանի Հանրապետությունը, եթե մենք վերցնում ենք բոլշևիկների ստորագրած Կարսի դաշնակիրը եւ ուրեմն Մոսկվայի դաշնակիրն է, եթե ընդունենք, որ այդ գողապետության շրջանում ոչ մեկը, ոչ Քոչարյան Ռոբերտ, ոչ Իմաստուն Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ էլ մյուսը որն է Սերժ, որ ժամանակ չուներ զբաղվել շատ բաներով, սրանցից ոչ մեկը Մոսկվայի դաշնակիրի դեմ մի ծպտուն հանած չունեն։ Հիմա վերադառնում ենք սրան։ Մոսկվայի դաշնագրով ուրեմն լղիմ չկա մեջը, լղիմ չկա գրած դաշնագրի։ Լղիմը սովետական ինքնավարություն հետո են արել եւ ուրեմն Մոսկվայի դաշնագրը Նախիջևանը որպես պրոտեկտորատ։ Այն որ ասում են մեր ավտոնոմիան, իրենց ավտոնոմիան չի, իրենց ուրեմն այդ պրոտեկտորատը, խնամակալությունը, սրանք Հայաստանից դուրս են 21 թվականի պայմանագրով, որը Կարսում վերահաստատվեց, Թուրքիան եւ մնացածները, Ռուսաստանը որպես վերահսկող պապա, Գանեցկին, ուրեմն այնտեղ կա Հայաստանի Հանրապետություն, որը 31 կամ 30,000 քառակուսի կիլոմետր է, այսինքն այսօրվա ուղիղ այս հանրապետությունն է, այսինքն այս պարագայում ում զիջել, մենք ասեցրել ենք ռուս-թուրքական արշավ մեր պետականության դեմ, կորուստներ բաներ ասեցի դրանք հիմա չեք կարող հասկանալ, այս մեկ, ուրեմն այդ պայմանագիրը հիմա Կարսի կոնե, լավագույնս Հայաստանը պիտի օգտագործի այս պետությունը նորմալ պետություն դարձնելու համար, չարիքը նեղ վիճակում, որ մեր վիճակն է, վերածվում է բարիքի կամ փրկության եզրի, եթե մենք չենք հաշվի առնում սա, Թուրքիան աշխատում է Կարսի դաշնագրով, Մոսկվան աշխատում է Կարսի դաշնագրով, ասեմ նաև ռուսական ճամբարին հայկական, Մոսկվայից մինչև Լոս Անջելես, Վաշինգտոն, որտեղ որ ռուսականացած հայկա, ուրեմն եւ Կարսի դաշնագրով Ռուսաստանը Արցախը վերադարձրեց հանձնեց Ադրբեջանին, ինքը ոչ մի բան չի արել, քան կիրառել է Կարսի դաշնագիրը, Մոսկվայի մասին է խոսքը։ Մենք ինքնորոշման իրավունքով փորձեցինք խախտել, տեսակ ինչ խայտարակություն եղավ։ Մեր էլիտան դաշնագիրը ովանդակությունն անկապ չեր հասկանում ինչ է, թե ինչպես կառավարեց իբր թե էլիտա, ինչի հասավ այսպես։ Ուրեմն այդ պայմանագիրը գործողի հիմա գործում է։ Այդտեղ չկա, դրա համար հիմա նայում ենք, այստեղ խնդիրը այստեղ չի, տարածք եւ այլն, ուրեմն օքեյ է։ Միակ սահման չճանաչողը Ռուսաստանն է։ Իհարկե Ադրբեջանն ուրիշ է, բարձ է։ Ուրիշ չի, ինքն էլ այդ պայմանագրով, Կարսի դաշնագրով այդ կամ Նախիջևանի սահմանները նկարագրել է Ռուսաստանը, Արևելյան մեր սահմանները չի նկարագրել, սև օրվա համար է պահել, այ որ սևը բերի մեր գլխին, ինչպես որ հիմա բերում է, ուղղակի ինքը չէր մտածում, որ Ալիև իրեն ցցի վրա պետք է նստի։ Պուտինի մասին են, որ տնկվեց Ալիևի դիմաց Բաքվում, այդ վիճակին դրեց։ Բայց իրենք, ես կարծում եմ նորություն չկա, որտեղ թուրքերի հետ իրենք շատ գործում են, ուղղակի այստեղ քրդական աշիրատպետի
բնավորությունը դրսևորեց։ Հիմա այս հարցը տարածքի իմաստով մենք այդ պայմանները ոչ չեք գործել։ Մնացած կարգավորման հարց է, պիտի բանակցել եւ այլն, այդ սահմաններ գծվի։ Հիմա դրանից են կողմ կա մի բան, որ այս հյուսիսի բարեկամը եւ ադրբեջանցին չի կարողանում մարսել այդ ոնց է Թրամփի ուրեմն այդ ուղին ինչպես անենք վերածենք Զանգեզուրի Միչանսկի։ Հիմա մեր Facebook-ում գրում են դե Միչանսկ ինչքան վատ բառ է, որ դե Միչանսկ ասեմ պատասխանեմ ձեզ, որտեղ ռուսն ու թուրքը դրան այդ բովանդակություն են դարել, թե չէ դուք կարող եք ամեն ինչ կարող եք անունը տրեք Պողոզ, անունը կարող եք տնել Պուտին, այդ Թրամփի, հա, բայց այնտեղ իրենք ուրիշ բովանդակություն են հաղորդում, դրա համար մենք պետք է միջազգային։ Իսկ ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի հակադարձումը ՄԱԿ-ի այդ ամբիոն։ Տեսեք ինչ կա, հիմա մենք պետք է նայենք ինչն է։ Ադրբեջանին ընդհանրապես խաղաղության պայմանագիր այս օրերին, մինչև հիմա, որ մանավանդ մինչև Պուտինի հետ վատանա։ Աշխարհի բոլոր մեղադրանքները լցրեց մեր գլխին Ալիևը, էլ օկուպանտ, թող բակոները լցնեին նրա գլխին։ Եվ լախում նստել էին, թող խրեին մինչև վերջ։ Հարցը ինչու չեն գնացել։ Հնարավորությունը ունեցել եք, չենք արել։ Այո։ Վաբանք թող գնային, իմանալով ինչ է, ոնց որ վաբանք փախան։ Ինչպես երկիրը վաբանք կողոպտեցին, բանակ թող ստեղծեին, Ստեփանակերտում հայտնի է, չէ, գեներալների թաղամաս են սարքել, հիմա ուր է թաղամասը, թող գեներալների բանակ ստեղծեին, ինչու չեն ստեղծել, ես է հարցը, այդ 30 տարում հնարավոր չէր ավելի լավ բանակ ունենալ, հետով ասեց, եթե այդ գեներալիտետը նաև լավ կռվեր, այս աղետալի պարտությունը կգրեինք, որ այդ ապշերոնը եզը մեր գլխին ինչ ասես տապեր։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ժողովուրդները դուժում են ումից, երբ որ քաղաքական, ռազմական ղեկավարությունը տգետ է լինում, մաֆիոզ է լինում, ինչպես եղան, չէ՞։ Թե չէ որտեղ են հարստացել, ինչպես են հարստացել, մեկը բացատրի, օրենքը ո՞րց է, ինչ օրենք, ինչ է նշանակում պետության գերակաշահ, եթե պետության գերակաշահ է, պետական սեփականությունը պետք է պաշտպանվի, այդ դրա տակ պետական սեփականությունն են կերել, ժողովրդին են կերել, վերեն էլ ծաղր է, զավեշտի համար գրել են պետության գերակաշահ պետական, ուրեմն այսպես, հիմա այստեղ նայենք, ինչն է Ալիևին խաղաղություն պետք չի, ինչքան եմ ասել, ինչին է պետք։ Զանգեզուրի միջանցքն է հիմա չէ թե պետք չի, ասեմ ձեզ, ինքը Զանգեզուրի միջանցք ունի այդպես կոչված, Նախիջևան Պարսկական սահմանով Նախիջևան գնում գալիս է, ինչ է պետք, Հայաստանի պետության քայքայում է պետք, այս ռուսական շուկան կառավարել է պետք, դուք չեք նկատել, որ Բաքվից այս ռուսական սեգմենտ Մոսկվա մեկը Զախարովը մի սիմֆոնիա է Հայաստանի պետության եւ կոնկրետ վարչապետի դեմ, կոնկրետ, ոչ թե իմ ձեր եւ այլն, ուրեմն այս բոլորը բարձ է։ Հիմա Ադրբեջանը ոնց է, եթե իրեն պետք չի եկել է բանակցություններ այդտեղ, երկու Հայաստանի պետականությունը մենք ներքին կյանքը դժվարությամբ կայունացրինք, ես ենթադրում եմ բանակի վերաշինություն որոշակի հաջողություն ունի, այս իրադրության մեջ ագրեսիա կատարելու պայմաններում Ադրբեջան չի կարող հաղթել, կարող է հաջողություններ ունենալ, ուզում է, բայց այստեղ ուրիշ բան է կատարվել, քանի որ Ալիևը Պուտինին քցել է, ինքը չի մանա, որ եթե ինքը խառնակ գործերի մեջ մտնի, ոչ թե արի, ռուսական բանակը Դաղստանով Բաքու չի մտնելու, ինքը դա չգիտի այլևս, եւ միջազգային հանրությունն էլ, ինչպես որ ընդունում է Հայաստանի տարածքային ամբողջականություն այդ Ալմատին, այնպես էլ իրենցն են ընդունում, մնացածը հասկանալի չի, սա մի կոմպլեքս է, եղավ, այսինքն ինքը ձեռով կապվել է, այսպես Եվ Հայաստանում ժողովրդի կայուն իշխանության կողքի մնալու, եւ ես կոչ եմ անելու մեր ժողովրդին, այո, շատ դժվարություններ կան, բայց մենք պետք է պահենք, որպեսզի լուսավոր ափ դուրս գանք, ինչպես որ դուրս ենք գալիս, մանավանդ ճանապարհաշինությունը բերում է դրան։ Զարմանալի չէ, Չաբարի նավանկից 2 կոնտեյներ
եկավ հնդկական օվկիանոս Հայ Հայաստանի գործարարի։ ապրանք, ինչի մասին ասում էինք։ Ասել եք, այո։ Չէ, ուզում եմ ասել, տեսեք այդ գործ գնու կա, երրորդ մասը մենք կարողացանք բացությունից հետո ռուսներից հեռանալ, մանավանդ իրենք ոչ թե հեռանում էին, այլ Չեխովի տարբերակն են կիրառում մեր հանդեպ, ուրեմն եւ ինչ հայտնվեց Հնդկաստանը, որը ոչ մի խնդրեմ չառաջացրեց զենքի մատակարարման իմաստով, որը քանակ այլ հարց է, դա մեր գործը չի։ Ֆրանսիան պինդ կանգնեց Հայաստանի թիկունք եւ իշխանությանը, եւ ինձ համար ես ինչքան գիտեմ, չափազանց հաճելի է, որ նախագահ Մակրոնը մեր վարչապետին հարգում է ազնական, դա շատ կարևոր է պետական քաղաքականության մեջ։ Այն պայմաններում, որ զառամյալների ցույցերն ու բաները Փարիզում արդյունք չեն տալիս մեր պետության, մեր իշխանության դեմ, այս վիճակի մեջ։ Եվ գոնալ դրան ավելացնենք ամերիկյան քաղաքականության ավելացումը, չէ, որ մենք այս տարի ստացանք 14 հունվարի գործընկերության կարգավիճակել, Եվրոմիություն, դիտորդական առաքելություն, այս բոլորը չեմ ասում, նույնիսկ Գերմանիայի բարյացակամությունը, որ երբեք հայկական հարցում գրեթե չի եղել։ Այս բոլորը պատնեշ առաջացրեցին այդ բանի համար եւ այսօր նա ուզի չուզի պիտի ստորագրի, դե կարող է Մակրոնին չլսել, Պուտինին քցել, բայց Թրամփին քցելը ուրիշ բան է նշանակի։ Մակրոնի բանի հարցով էլ ասեմ, որ ես բանն ռուսական ճամբարին չեմ ասում, սրանց բանն է, անընդհատ մի լավ բան լինելուց սարսափում է, անասնական վախի մեջ են անում ցնցումների, ուրեմն պետք չի ցնցվել, եթե ուրեմն Թրամփը մեկ Հայաստանը անվանում է Ալբանիա եւ այլն Արմենիա։ Կամ Նիկոլ Փաշինյանին ինչ է ասում, համակրելի ինչ-որ է։ Այսպես Զելենսկուն տեսեք ինչ օր է դրին, դա մեզ շատ լավ ընդունել, որ սա քրիստոնյա Հայաստանի ղեկավարն է, ասում են մոտավորապես այդպես ասել, ուրեմն այնտեղ կարծում եմ ես ունենք լավագույն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը հասկացող եւ Հայաստանն եւ հայկական հարցը անգիր իմացող Մարկ Ռուբիո պետքարտուղարը, այստեղ է գլխավորը։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ փոխպրեզիդենտը եւս լավ գիտի։ Եվ մեր ադմինիստրացիայում ամերիկյան մենք գիտենք, որ լավ հայկական հարց իմացողներ կան։ Այնպես որ շատ ուրախանակ, որ ուրեմն Թրամփը ասեց, չասեց։ Այ կերազեիք, որ Թրամփը ձեզ մի անգամ կնայի կոշիկը նա սրբեիք, իսկապես կերազեիք, բայց իհարկե ձեզ չի հաջողում, որտեղ Թրամփը գիտի, որ ռուսական ձեր կողմնորոշման լինելով ձեր գրբաներում ամերիկյան դոլար է։ Ես առաջարկում եմ դոլարից հրաժարվել, ռուսական ճամբարին օգտագործել ռուսական ռուբլի։ Եվ պարոն Շիրինյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, շատ քիչ ժամանակ ունենք։ Դժվարությամբ շարժվում ենք առաջ, բայց ես բոլորի մեջ մի բան ասեմ։ Ես չեմ ուզում այն ասեմ պետական բյուջե եւ այլն, որտեղ դրանք քննարկելու հարցեր չեն, երկրորդ այդ խորքը իմանաց եւ այլն, դա չի կարևորը, ինչքան են կրճատել, կարող է ռացիոնալ են դարձրել, ասենք օրինակ մի խլամ հրթիռ արժեր $100,000, որ մի նախարար գրբանը տնի, կարող է հրթիռը հանել են միջից, դրանք ուրիշ հարցեր են, բանակը շատ արագ պիտի արդիականացվի բաներով, հատուկ ջոկատայինների եւ կամանդոսների տեսքով, Հայաստանը փոքր է եւ շարժում։ Ինչ անելու համար, մենք պաշտպանվելու թե հարձակվելու։ Մենք ուրեմն լավագույն հարձակման միջոցը պաշտպանության հարձակումն է, նախ Այսինքն դուք կողմնակից եք հարձակմանը։ Ես միշտ եմ կողմնակից եղել, հիշեք, որ ես էի չէ տարիներ շարունակ պնդում, որ քուրարաքսը եթե չստեղծեք, ոչինչ չի լինելու, դժբախտաբար այդպես եղավ։ Դες ասում եք, չէ, կարող եք, չեք կարող, եւ լախը պիտի խփեք եւ համաձայնության տակ։ Այդ նույնիսկ ասել են այսպես, այսօր որ ակտիվորեն Նորատեր Գրիգորյան գեներալը էլի գլուխ է բարձրացել եւ մեղադրում է այս մեր վիճակի համար Արցախի, ուրեմն Թուրքիային, Ադրբեջանին եւ բանը, բա Ռուսաստանն է։ Եթե դա ես անում, հերթական կեղծիքն ես անում։ Ես իրեն Սևրում մի օր դեն դիմաց հասցրել եմ։ Ինչու եւ լախը չխփեցի 90 թվին։ Այն որ ասում է ես էլ ասել եմ, բարոն գեներալ, ինչու եւ լախը։
չխփեցիք, ում խաթեր։ Հիմա եթե չես արել, ուրեմն բան եւ պետք չի, ուրեմն եթե որևէ մեկը մեր Արցախյան խնդրի ես ողբերգության մեջ, մեր ողբերգությունն է դա, մեջ խոսի առանց ռուսական գլխավոր դերակատարության, ուրեմն դուկինի խաբար կտամ եւ ձեր ակաժները կկտրի։ Նա ասում է մենք արեցինք, Շոյգուն ասում է ես եմ արել, այս ապուշներն ասում են Մենք իրենք են արել։ Չէ, Ռուսաստան անուն չէ տալիս։ Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն։ Ընդ որում ասեմ, որ թուրքերին էլ Ռուսաստանն է հրավիրել մտնելու այդտեղ։ Եվ վերջին հարցս impeachment-ի շարժման մասին եմ ուզում խոսել, ամեն դեպքում Էդգար Ղազարյանը Արթունենք շարժմանը անդամ ասում է, որ այդ impeachment-ի քննարկումները պետք է տեղափոխել քաղաքացիական պայմանագրի դաշտ եւ որպեսզի Էդգար Ղազարյանն ասում է impeachment-ի այդ Ես ասեմ, որ այսօր կոնկրետ սեպտեմբերի 1-ն է, չէ՞։ Ընտրությունները նշանակված են հունիսին, չէ՞։ մի քանի ամիս բան է։ Ուրեմն ես ես առաջարկում եմ պատրաստվեք ընտրությունների, խեղ կատակություններով զբաղվեք, ես պատրաստվեք եւ մրցույթի լավ իմաստով։ Որովհետեւ ռուսական ճամբարը ջախջախվի։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Շիրինյան։ Մեկ շաբաթ հետո նորից ունեցանք նոր թեմաներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ կարծում եմ խաղաղ կլինի մեր սահմանների եւ այս քննարկումների Տրամփի հետ պետք է հարց լուծեն։ Ալիևը հիմա պետք է Տրամփի հետ հարց լուծի։ Եվ մեր դիվանագիտությունը այնպես կողքի կանգնես, որ երկուս իրար դեմ են կանգնել, չեմ ուզում ասեմ։ Ալիևը իզգոյ է։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Շիրինյան, այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։